Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք։ Անչափ ուրախ եմ և շնորհակալ ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում։ Ինչպես տեսնում եք, թխել ենք, պատրաստել ենք պիրոգ կամ ինչպես կարելի անվանել նաև պիցցա։ Հիմքը կարտոֆիլն է։ Միջուկի համար օգտագործելու եմ այս բաղադրիչները, որոնք ձեզ երևի թե ծանոթ են, որովհետև մեկ անգամ ևս ես շերտավոր խմորի մեջ եմ սա օգտագործել։ Այժմ հերթականությամբ կարագի մեջ պիտի բովենք սոխը, սունկը, գազարը, հավի միսը, կուզեք կրծքամիս վերցրեք, կուզեք ազդրամիսը և այսպես արդեն պատրաստ է մեր խճողակը, թողնում ենք մի կողմ հանգստանալու։ Հիմքի համար վերցրել եմ 4 միջին չափի կարտոֆիլ, կարող եք 3-ը վերցնել, նայած թե ինչքան պիտի մեծություն ունենա ձեր կարկանդակը։ Անց եմ կացրել խոշոր քերիչով, որից հետո արդեն նախապատրաստում եմ հաջորդ բաղադրիչները։ Վերցրել եմ 3 ձու, 1 թեյի գդալից մի քիչ պակաս աղ, կես թեյի գդալ կարմիր պղպեղ և կես թեյի գդալ սև պղպեղ։ Այս ամենը մի լավ խառնում եմ իրար և ավելացնում եմ քերած կարտոֆիլի զանգվածին։ Խառնում եմ մինչև որ լուծույթը լրիվ ներծծվի կարտոֆիլի մեջ, որից հետո արդեն պիտի ավելացնեմ ալյուր, որպեսզի կպչուն մասսա ստացվի։ Ավելացնում եմ 3-ից 4 գդալ ալյուր, արդեն դուք կարող եք ձեր չափաբաժինը պահել, ահա նաև 4-րդ գդալը։ Այժմ լավ խառնում եմ, որից հետո արդեն պիտի տեղափոխեմ պատրաստվող ամանի մեջ։ Ահա այս ամանի մեջ պիտի պատրաստեմ, վերցրել եմ մի փոքր կարագ, աչքաչափով, սառը վիճակում և հենց այսպես սառը վիճակում էլ պատում եմ ամբողջ թավան։ Կարտոֆիլը լցնում եմ ամանի մեջ, հավասարեցնում եմ, եզրերը բարձրացնում եմ, ինչպես տեսնում եք, որպեսզի գեղեցիկ եզրեր ունենանք և վերջ, արդեն այժմ կավելացնեմ խճողակը։ Սառել է, խովածել և այժմ ավելացնում եմ այս կարտոֆիլի շերտի վրա։ Հավասարաչափ տարածում եմ ամբողջ մակերեսով մեկ մինչև եզրերը։ Ահա այսպես բոլոր կողմերից հավասարապես տարածում եմ, որից հետո արդեն ավելացնում եմ կտրտած լոլիկը։ Դուք կարող եք շերտերով ավելացնել, ուղղակի ես կտրտեցի, որպեսզի կտրելու ժամանակ կարողանանք հավասար մասերի բաժանել ամբողջ այս պիցցան, ասեմ թե կարկանդակը, չգիտեմ ինչ անուն ուզում եք տվեք, կտրտածով ավելի հեշտ է։ Եվ վերջապես վրան ավելացնում եմ քերած պանիրը։ Այժմ թխելու ենք 180-ից 200 աստիճան տաքացված ջեռոցում 30-35 րոպե, դե իհարկե սա մոտավոր ժամ եմ ասում ես, դուք արդեն կտեսնեք, թե կարտոֆիլը երբ պատրաստ կլինի։ Ուղիղ 35 րոպե անցավ և մեր կարկանդակը պատրաստ է։ Այժմ կտրում ենք, տեսեք կողքերը շատ գեղեցիկ կարմրել է, խրթխրթան, իսկ միջուկը փափուկ, կարելի է մտածել, թե խմորի վրա է պատրաստված։ Դրա համար եմ ասում, չգիտեմ կարկանդակ անվանենք սրան, թե պիցցա։ Ահա այսպիսի տեսք ունեցավ մեր թխուկը, շատ համեղ էր, շատ ախորժելի։ Կարող եք թխել տարբեր միջուկներով, տարբեր բաղադրիչներ կարող եք ավելացնել, ամեն դեպքում էլ սա համեղ կլինի։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեզ ներկայացնել ընթրիքին պատրաստած իմ այս համեղ թխուկը, կարկանդակը, պիցցան, ինչ անուն կուզենք կարող ենք տալ։ Ուզեցի ձեր հետ կիսվել այս համեղ բաղադրատոմսով։
Պատրաստեք ինքներդ և վստահ եմ շատ կհավանեք։ Դե ինչ, իսկ ինձ մնում է ձեզ ասել ցտեսություն, մինչ նոր հանդիպում, մնացեք խաղաղությամբ։